Գոհար Այունց, Դիլիջանի երաժշտական դպրոցի ջութակի բաժնի առաջին սերնդի շրջանավարտ։ 1966-ից 1971 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, զուգահեռ դասավանդել Դիլիջանի երաժշտական դպրոցում, ղեկավարել դպրոցի ջութակահարների անսամբլը և լարային բաժինը։ 1992 թվականից մինչ օրս աշխատում է որպես Դիլիջանի արվեստի քոլեջի լարային բաժնի վարիչ։ Կրթել և դաստիարակել է պատանի ջութակահարների մի քանի սերունդ, նրանցից յուրաքանչյուրի մեջ սերմանելով անմնացորդ սեր և նվիրվածություն ընտրած մասնագիտության հանդեպ։ Ծնվել եմ Կարմիրի շրջանի Ճամբարակ գյուղում։ 42 թվին պատերազմական տարիներին։ Ուսուցչի մանկավարժի ընտանիքում, հայրս ֆիզիկա-մաթեմատիկայի դասատու, մայրս մայրենի աշխարհագրություն, հայոց լեզու տարրական դասարանների։ Այդ տարիներին երևի այն ժամանակները ուսուցիչները մեծ վայելում ունեին, մեծ հարգանք ունեին, հատկապես իմ հայրիկին շատ են մեծարել։ Ես դա զգացի, երբ որ շատ տարիներ հետո, իմ ավարտելուց հետո, երբ որ ես համատեղությամբ նույն Ճամբարակում մի քանի տարի աշխատեցի, արդեն նրա աշակերտները, որ արդեն ծեր տարիքում էին, իմանալով, որ ես Ալեքսանի աղջիկն եմ, գալիս էին ինձ տեսնելու ու հորիցս հիշողություններ էին պատմում, ցավելով, որ նման մարդը զոհ գնաց դաժան հայրենականում։ Մանկությունս գյուղի պայմանների մեջ պետք է լիներ, մանկապարտեզ չի եղել։ Բայց հիշողությունս իմ շատ ուժեղ է, երբ որ 20-ական թվականներին Ալեքսանդր Միասնիկյանը գաղթականներին Հայաստանի տարածքներով մեկ տեղ էր, տարածք էր տրամադրում, որ գան թեկուզ հողփորեն տեղ ունենան, և այդպես մի տեղ տարածք տրամադրել էր Նոր Բաշքենտում, այժմ Նոր Բաշ գյուղ ու Գետիկ գյուղ։ Ճիշտ է, ծնվել եմ Ճամբարակում, հետագայում ծնողներս տեղափոխվել էին Գետիկ գյուղ, ներքևի տարածքում, 20-ական թվականների ներգաղթածները Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից այդտեղ էին հավաքվել, բայց ինչն այն մեջ տպավորվել, որ ես երևի կլինեի 5-5.5-6 տարեկան, գուցե մինչև 7 տարեկանը, որ մեր գյուղի, իրենց գյուղի մեծ տեղը գետափին մի լայն դաշտավայր կար, հարթավայր, հիմա ֆուտբոլ հրապարակներ են պատրաստում, այդպիսի մի դաշտավայրում ամեն շաբաթ և կիրակի նրանք հավաքվում էին և մեր բոլոր ազգային ու երկրոպարն էին այդ ամբողջ ընթացքում պարում և ազգային տարազներով։ Ցավալին նա է, որ մեր գյուղում շատ հետ էին նման բաներից, նույնիսկ հեգնում էին, ծիծաղում էին, ձեռ էին առնում, հլա տեսեք ինչ են կորցրել, ինչի հետևից են ընկնում։ Մի քիչ գեղեցիկ չի, որ ես խոսքերը ասեմ, բայց դա ինձ դուր չէր գալիս և ես կլանված նրանց պարերին էի նայում։ Ինձ մոտ շատ տպավորվել են հիմա, որ արդեն երաժիշտ եմ դարձել ու Կոմիտասի երգերը գիտեմ, այդ երգերը ու այդ պարերը, անգամ պարերի ձևերն եմ հիշում, թե ոտքերի ինչ շարժումով էին պարում, ձեռքերի ինչ շարժումով, այ ֆորկա, կամ ալայլուխս, կամ և այլն, այդ բոլոր երգերը ես նրանցից եմ լսել ու այդ ժամանակ գյուղում կար ռադիո, բոլորը պատերից կպցրած ռադիո ունեին, ռադիոյում
ինձ դուր չէր գալիս այդ հաղորդումները։ Կոլխոզլիկ յարաշ, բրիգադավար էս ինչը, այն ինչը, ռադիոն անմիջապես անջատում էի։ Ես ինչ իմանայի, որ դրանք հիմք են ծառայելու ինձ համար հետագա արվեստի շատ թե քիչ գիտակ լինելու, մտնելու արվեստի մեջ։ Եվ 49 թվին, իհարկե հորս զոհված լուրս 7 տարի անց, մայրս որոշում է հորական տարից բաժանվի։ Եվ 49 թվին տեղափոխվեցինք Դիլիջան, ցավոք երկրորդ ամուսինն էլ, այսինքն իմ երկրորդ հայրը ֆիննական պատերազմից վիրավորված, նա էլ վատառողջ էր, եղբայրս մի տարեկան էր, որ նա էլ արդեն, այսինքն մայրս զրկվեց ամուսնուց։ Մայրս արդեն ուներ 2 որբ երեխա։ Ու առաջի դասարանից արդեն ես հաճախել եմ առաջին միջնակարգ դպրոցը։ Իմ առաջի ուսուցչուհին եղել է Արեգ Մխիթարյանը, երիտասարդ, համակրելի, Ավյունով լիքը, իրեն աշակերտներին չափազանց սիրող, ես լավ հիշում եմ, որ նա դժվար ու որբ կիսավորբ երեխաներ կար, շարունակ ինքը երեխաներից կոպեկներ էր հավաքում, ինքն էլ երևի դրա կրկնակին և երակին գուցե կարակին դնում էր, և մենք այդ երեխաներին օգնում ենք, իմ մոտ դա շատ ատպավորվել։ Ես շատ եմ սիրում ընկեր Արեգին, բայց իմ դպրոցական տարիներին մենակ ընկեր Արեգը չի եղել, ինձ մոտ վառ հիշողություններ են եղել, հատկապես Պողոսյան Սամվելից, երբ որ ես արդեն երաժշտական դպրոցում էի սովորում, նա անընդհատ իր դասը ժամից մի 10 րոպե խլում էր, երբ որ դասը ավարտվել վերջացել էր, երևի այնպես էր պլանավորել, որ ունենար ինչ-որ մի ժամանակ և շարունակ արվեստից էր խոսում, երաժիշտներից, ջութակահարներից, իսկ ես երաժշտական դպրոցում նոր էի ընդունվել առաջի դասարան, նա ասում էր, գիտեք ինչ գործիքի վրա է նվագում, սովորում, գոհար է, այգս գոհար է, մի տեսակ ուզում էր ինձ բարձրացնել, և բացի նրանց, որ երաժշտական դպրոցից ես ջութակ էի նվագի սովորում, նա իմ ջութակի հանդեպ սերը ավելացրել է նաև ընկեր Սամվելը երաժշտության արվեստի հանդեպ ունեցած իր սիրուց գիտելիքներից։ Ընկերուհիս սովորում էր երաժշտական դպրոցում, դաշնամուրն էր, ինժեների աղջիկ էր, դե այն ժամանակ էլ կար պակաս ապրող, ունևոր ապրող, շատ թե քիչ համեմատաբար, բայց ընկերուհիս շատ մտերիմ էի, նա ուներ դաշնամուր։ Երևի գուցե դե դա էր պատճառը, որ չգիտեմ ինչի, մի ուշ աշնան, արդեն հոկտեմբերի վերջերն էր, վերջին շուկայից ձմեռվա թթվի բարակաները մորս հետ վերցրած, բեռնված, ամեն մեկս 2 ձեռքով, եկանք, որ երաժշտական դպրոցի մոտով պետք է անցնեինք, դա Մարտինովի, հիմիկվա Մարտինովի աղբրի մոտ, աստիճաններից վերև, մի շուշաբանդով դպրոց էր, դուռը կպած էր ուղիղ մայթին, մենք մայթից ոտքներս դրում ենք, դուր բացում ենք, մտնում ենք դպրոց։ Այդտեղ իրերս ցածրեցի, ասեցի, մամ, ես երաժշտական ուզում։ Մտքովս չէր անցել ոչ մի անգամ, չգիտեմ ինչի, այդ բերանիցս թռավ, մայրս վարկանական, այդ ամբողջ, ցածրեց, չմտածեց էլ, որ կարող է գողան անտանեն և այլն, դուրսը թողեց, մտանք ներ։ Մեր դիմավորեց մի բավականին բոյով, այն ժամանակվա իմ կարծիքով մի մեծ մարդ, բայց հիմա իմ տեսակետով մի երիտասարդ, մորս այն, ասենք թե խնդրանքին դիմում են, որ երեխաս երաժշտական է ուզում, նա ասեց, վայ տիկին, դուք շատ եք ուշացրել, մենք շատ վաղուց ենք ընդունելություն ավարտել, էլ հնարավոր չի։ Մայրս սենց խեղճացավ։ Այդ մարդը մի պահ մտածեց, նայեց ինձ, ես արդեն 12 տարեկան եմ։ Այսպես, այսինքն
մերժեց, բայց պահիտակ ասեց, սպասեք տիկին։ Ու ինձ առաջնորդեց մի դասարան, անմիջապես դասատուներ հավաքեց, ասեց երբ գիտես, ասեցի այո, դե երգի։ Ես հաճախում էի Բենորտան երգչախմբին, այնտեղ շատ երգչախումբներ կային։ Ներտունը փրկություն էր, ժամանակի երեխաների համար շատ խմբակներ կային։ Երգչախումբը ղեկավարում էր արժանահիշատակ ընկեր Գարեգը, Կարակոչյան Գարեգը։ Ես մինչև հիմա նույնիսկ հիշում եմ, թե որ երգերը երգեցի։ Ես որ երգեցի, այսպես նայեցին, տվեցին, ասենք ձայներ, բայց երբ որ այդ դաշնամուրը տեսա, այն դաշնամուրը չէր, ինչ որ ես իմ ընկերուհու տանը տեսել էի, ինձ զուր չեկավ։ Ես որոշեցի փախչեմ, փոշմանեցի։ Իմ դիմաց կանգնած իմ քննությանը դիտում էր այդ բոլոր անձնավորությունը։ Սա ինձ մանրամասն դիտում էր։ Ես տեսա, որ այդ դասատուները հավանությամբ նշան արեցին, եւ այդ մարդը ինձ դուրս եկանք դասարանից, մի չանցքում մայրիկիս հետ միասին ուղղեց իր կաբինետը, որ ընդամենը երևի մի 3-4 քառակուսի մետր լիներ, ընդամենը մի շեղան էր դրված։ Այդ շեղանին դրված էր մի շատ գեղեցիկ պատճանով ինչ-որ մի երկար բան։ Այդ պատճանը, որ բաց արեց, ես մի անգամ հիացած իմ աչքերը պայծառացավ, բերանս բացեցի, ու ես սենց մայրված նայեցի այդ գործիքին։ Ես լավ եմ հիշում այդ պահը։ Այդ մարդը ժպտաց ու դիմեց մայրիկիս, ասեց ճիկին, ձեր դուստրը կսովորի այս գործիքի վրա։ Ես այդ գործիքը տեսած չէի, լսած չէի, կարող է ռադիոյով շատ եմ լսել, բայց չեմ իմացել ինչ բանա ջութակը։ Ես հիշեցի, որ դպրոցում ջութար անցնելուց, ջ մեծատար, ջ փոքրատար, ջութակ, բայց զմայլվեցի այդ գործիքով ու սիրեցի։ Եվ երբ որ արդեն 7-րդ դասարանում շատ արդեն մեծ էի, չէ որ երաժշտական դպրոցում տարիքային գործիքները փոխվում է։ Դասատուս անընդհատ մամային կաթացնում էր, կարելի ասել։ Այնքան որ քարը ծակի, որ գոհարիկին պետք է անպայման շարունակել տալ։ Նա պետք է այս ուղղությամբ շարունակի, չնայած ես շատ եմ սիրել իմ ջութակը, շատ եմ գործիքն եմ սիրել, բայց չեմ հասկացել գործիքի էությունը։ Հեռու եմ եղել ջութակ արվեստից, գրականությունից, հազիվ եմ հասցրել։ Գործիքը սիրել եմ, նվիրվել եմ։ Կարելի ասի գլիկ ինչ փոքր երեխային ոնց են գրկում սիրում։ Այդպես ուզում էի գործիքս ինձ հետ անպայման ինձ հետ լինի անգամ քնած ժամանակ։ Երևի մայրս տեսնելով, որ ես իմ գործիքը սիրում եմ, դասատուս էլ պարտադրում է, նա պարտադրեց, որ անպայման ես պետք է շարունակեմ իմ կրթությունը։ Չնայած ես այլ մտադրություն է, ես ձգտում էի համալսարան։ Ասենք մայրենի, հայ ժողովրդություն, աշխարհագրություն, հատկապես շատ եմ մեր պատմությունով, մեր երկրի, ասենք տարածքով ուզեցել եմ լավ գիտակ լինեմ։ Այն դեպքում, որ ասենք թե մայրս աշխարհագրության մասնագետ է եղել, ես էլ վատ չեմ եղել, ձգտել եմ համալսարան գնալ, դե մտածեցի կգնամ ոչինչ, մամային չվստացնեմ, դասատուս ստիպում է, պարտադրում է կգնամ ուսումնարան, այնտեղից հետո կարելի է կգնամ համալսարան։ Չեմ թաքցնում, ուսումնարանում ես լրջորեն չեմ աշխատել, որովհետև իմ ուղեղը անընդհատ համալսարան է եղել։ Բայց իմ ընկերուհին, որոնց հետ ես ապրում էի, պարտադրեց երկու ոտը մի փապչում դրեց, այո, դու պետք է գաս կոնսերվատորիա։ Եվ իմ դասատուն էլ ուսումնարան ինձ անդադ ասում էր, այո, բալաս, պիտի գնաս կոնսերվատորիա, ասում էի, ոչ։ Այսինքն նա ուշադրություն էր դարձնում այն ուսանողների վրա ծրագիրը, որոնք պետք է գնան կոնսերվատորիա, որոնք չեն գնալու, դե պետք է ավարտեն, թող ավարտի։ Ոչ։ Եվ ես գնացի հիմարաբար
Դե բնական է, եթե ես պատրաստ եմ, ուրեմն պետք է չընդունվեմ։ Բայց տեսա, որ ես այդքան թույլ չեմ։ Բայց ինձանից թույլը ընդունվեց, ես չընդունվեցի։ Ինքնասիրության վիրավորանք կար մեջս։ Ոնց թե։ Դե ինչ ասեմ, այնպես ստացվեց, որ ես որոշեցի անպայման ընդունվել կոնսերվատորիա, էլ շատ չմանրացնեմ։ Արդեն 66-ից մինչև 71 թիվը ավարտել եմ, սովորել եմ։ Կոնսերվատորիայում ես իրավամբ դարձա երաժիշտ։ Ունեի շատ լավ դասատուներ, Հակոբ Վարդանյան, որին Յաշայի են ասում, Հայաստանում նրա նման ուժեղ ջութակահար չկար, բախտս բերել էր, որ ինձ նրա մոտ էի նշանակել, շատ մեծ նվիրումով էր աշխատում ինձ հետ։ Նույնքան նվիրումով ինձ հետ աշխատել է Լևոն Մամիկոնյանը, որ ասպիրանտուրան Լենինգրադի էր, թե Մոսկվայի լավ չեմ հիշում, բայց ուսումնական իր կոնսերվատորիայի առաջին տարիներն էին շատ մեծ նվիրությամբ աշխատում էր։ Հետագա բարձր կուրսերում դասավանդել է ինձ, նաև աշխատել է ինձ հետ Էդուարդ Այանը, այն ժամանակ արդեն դոցենտ, հետագայում պրոֆեսոր, այսինքն ես եղել եմ այնպիսի դասատուների ձեռքում, որ ամոթ կլիներ, որ ես երաժիշտ չդառնայի։ Բայց քանի որ մայրիկիս համար դժվար էր երկու ուսանող պահել, արդեն եղբայրս էլ էր սովորում պատմության ֆակուլտետում, համալսարանում, ստիպված ես պետք է աշխատեի։ Եվ աշխատում էի, տեղափոխվեցի այդ ուսման տարիներին եղբորս համար, որպես եղբայրս մենակ չլինի։ Մի 4 տարի թողեցի Դիլիջանի երաժշտական դպրոցը, որ արդեն դեռ ուսումնարանի 3-րդ կուրսից աշխատում էի, որովհետև այնքան շատ աշակերտություն կար եւ դասատու չկար։ Այն ժամանակ երաժշտական դպրոցի Դիլիջանի Կարագոչյան հրաչիկն էր, նա էլ համառորեն մայրիկիս պնդում էր, որ Գոհարը պետք է գա աշխատի, այլապես պետք է ջութակի դասարանը փակվի։ Իսկ ես այդ ժամանակ դեռ ուսումնարանի 3-րդ կուրսում գնում գալիս էի Վանաձորից, այն ժամանակ Կիրովականից Դիլիջան, եւ այն ժամանակ շատ էին ջութակի աշակերտները։ Ինչու, ասեմ, որովհետև երաժշտական դպրոցը ուներ դաշնամուրային եւ լարային բաժին։ Ջութակ թավ ջութակ։ Նո հետագային, որ արդեն 70-ականներին նոր դպրոցը հիմնվեց, արդեն բաժինները շատացան, ժողովրդիկները շատացավ, կար թարգմանչա, որ արժանայի շատակ Խաչիկներ Պարապում Ղազարյան, հետագայում վոկալ բաժին բացվեց, դե այն ժամանակ եթե բաժինները շատ քիչ էին, բնականա որ դաշնամուրից հետո հաջորդ բաժինը պետք է լիներ ջութակը, բայց հիմա բաժինները շատացան, բայց եկավ 90-ականները, ժողովրդի հոսքը պակասեց քաղաքում, ինչպես Հայաստանից, աշակերտները պակասեցին, բնակչությունը պակասեց, աշակերտները պակասեցին, բաժինները շատացան, եթե այն ժամանակ ես 20-ից ավելի աշակերտը հետ էի աշխատում, արդեն այդ տարիներին 10-12, հիմա մի քիչ անհամեմատելի, նույնիսկ ես այս պահին ունեմ 3 աշակերտ եւ մի ուսանող։ Բայց քանի որ երևի ես համատեղության կարգով շատ եմ աշխատել, այդ տարիներին, որ ես Երևանում էի, ինձ նշանակեցին աշտարակի երաժշտական դպրոցում։ Դուրքը շատ ցածր էր, ասել եմ, չէ, մեզ մորս հեշտ չէր 2 ուսանող պահել։ Ընդունվեցի նաև տեղավորվեցի Շուխաջանի, Երևանի Շուխաջանի անվան երաժշտական դպրոցում։ Միաժամանակ աշխատում էի նաև Հարրակթական դպրոցում, համար 84-րդ դպրոցը ռադիոմաշտ։ Շաբաթվա 2 օրը մի երաժշտական դպրոցում, զույգ շաբաթվա օրեր, մյուս զույգ օրերը մի երաժշտական դպրոցում, մյուս զույգ օրերը Հարրակթական դպրոցում։ Հիմա բնական է, որ ինչքան էլ դասատուները ձգտեին ինձ բարձրացնեն այն մակարդակին, ես էլ ուզենայի, արդեն չէի կարող հասնել։ Այսինքն կատարողական արվեստում ես բարձունքներ չգրավեցի, թեկուզ Փառք Աստծո բավականին բարձր
գնահատականներով ավարտեցի կոնսերվատորիաս, ուժերի լարումով։ Երևի իմ կոչումը մանկավարժությունն էր, երևի, որովհետև ինձ շատ են նախատել, որ հերիքա, բոլա, ես ունեի գործընկեր Ամալյան, որ իմ դաշամուրի դաշատուն էր, երբ որ արդեն դաշատու էր, ասում էր այունց, մի 10 տարի հետո ես կտեսնեմ քեզ, այսինքն մի 10 տարի հետո, երբ որ իմ ուժերը կսպարվի, այն ժամանակ ես քեզ կտեսնեմ։ Երևի ես այն ժամանակվանից, երևի ենթադրում եմ, երևի այն ժամանակվանից շատ լարված եմ աշխատել եւ հիմա էլ չեմ թաքցնում, ես ինքնագովանք չլինի, հիմա դաշատուներն են որ թվում, որ մտնում եմ դաշարան էլ դուրս չեմ գալիս։ Սիրով եմ աշխատել իմ աշակերտների հետ։ Ես երբեք տարբերություն չեմ տվել թույլ ընդհանրության եւ ասենք թե բնությունից արտակարգ օժտված աշակերտների միջև։ Ունեցել եմ բնությունից օժտված արտակարգ աշակերտներ, բայց նրանք թեկուզ գերազանց ավարտելով մեր դպրոցը, այլ մասնակցություն են ստացել։ Եվ ես ինչ որտեղ հոգով ոնց որ ինքս ինձ լիացնում եմ նրանով, որ մի համաստեղություն չասեմ, բայց մի աստղաբույլ աշակերտություն եմ ունեցել, որոնք հիմա ծրված են ոչ միայն հանրապետությունով մեկ, թեկուզ այլ մասնագիտությամբ, այլ Ռուսաստանի Դաշնությունում շատ ունեմ իմ թե ավարտած աշակերտներին եւ թե արդեն քոլեջ ավարտած դաշատուներին։ Մեր դպրոցում մտցրեցինք արդեն դեր հին դպրոցից, երբ որ այդ դպրոցը Մարտինովի աղբրի վերևն էր, դասախոսություններ համարյա, երաժշտության վերաբերյալ, ոչ միայն բավարարվում էինք, հոգնակ եմ ասում, որտեղ միայն ես չեմ եղել դասատուներով, միայն լոկ դասաժամերով կամ այդ աշակերտներին բեմ հանելով, այլ մենք դասատուներս էլ ենք ելույթ ունենում։ Հատուկ կազմակերպում ենք համերգներ դասատուների կատարմամբ։ Դա պատճառ եղավ, երբ որ ես առաջ անգամ անպատրաստ գնացի կոնսերվատորիա ու որոշեցի չգնամ կոնսերվատորիա, այլ պետք է գնամ համալսարան, քանի որ ես դպրոցը 9-րդ դասարանից հետո գնացի ուսումնարան, 10-րդ դասարանից չվերջացրեցի։ Ես որոշել էի գնամ գիշերային դպրոց, 10-րդ դասարանի վկայական ստանամ եւ գնամ համալսարան։ Բայց արդեն 8 ամիս շարունակ ես գործիքը ձեռքս չէի վերցրել։ Որոշվեց, որ պետք է հանպատրաստի դասատուները ելույթ ունենան։ Ոայ, ես չեմ պատրաստվել, ես պատրաստ չեմ։ Ինձ մնացել էր ընդամենը 10 օր։ Երբ որ 10 օրվա ընթացքում ես կարողացա ինձ դրսևորել, ասեցի, դե եթե ես կարող եմ 10 օրում, այդ դեպքում ինչի իմ մասնագիտական կրթությունը թողնեմ, միևնույն է, ես ձգտում եմ լավագույն մասնագետ դառնալու։ Եթե համալսարանից հետո ես դառնալու եմ մի այլ առարկայի լավագույն մասնագետ, ուրեմն ավելի լավ է նորից գնամ կոնսերվատորիա։ Ես ճանապարհ ինձ տարավ կոնսերվատորիա, ես ընդունվեցի կոնսերվատորիա, ավարտեցի, բայց քանի որ ծանրաբեռնված աշխատել եմ համատեղությամբ, նույնիսկ համատեղությամբ այդ տարիներին ավարտելուց հետո աշխատել եմ Իջևանում, աշխատել եմ Ճամբարակում մի 4-5 տարի, արդեն նոր երաժշտական դպրոցում կար մեր ուսուցիչների կազմած երգչախումբը, հետագայում արդեն սկզբում Հրաչիկ Կարակոչյանի ղեկավարությամբ բուժ աշխատողներ հետ միասին երգչախումբը, որ մենք համերգներ էինք ունենում եւ մասնակցում ենք հանրապետական մրցույթներին եւ մի անգամ նույնիսկ երկրորդ տեղ էինք գրավել, մեզ պարգևատրել էինք գումարով, գնացինք Մոսկվա, էքսկուրսիա անցկացրեցինք, այսինքն մենք չենք բավարարել միայն աշակերտներին պարապելով։ Հիմա մեզ լրացնում է դասատուներով
այդքան ասենք թե մենահամերգ չենք տալիս, որովհետև ուսանողությունը արդեն բավականին բարձր մակարդակի վրա է, հիմա մեր ուսանողներն են բեմում ավելի եւ հասարակությանը կարծես շնորհիվ այն ժամանակ կար մշակույթի պալատ, այն ժամանակ կուլտուրայի տուն էին ասում, իմ տպավորության տակ շատ են եղել, ասենք թե ժողովրդիկների անսամբլը, մեր ժողովրդական թատրոնը, ես ցավով եմ հիշում, որ մշակույթի պալատը գոյություն չունի, հիմա մեր քոլեջը, մեր դպրոցն է դարձել մշակույթի առաջին օջախը, որ հանրապետությունից թե մեծ խմբեր են եկել, թե անհատ կատարողներ, թե աշխարհահռչակ ճանաչված անձնավորություններ եւ քաղաքի ինտելիգենցիան սնվել է փաստորեն այդ արվեստի առումով մեր դպրոցից, մեր քոլեջից։ Նախկին Դիլիջանում երգի տոներ են շատ անցկացվել, որովհետև շատ գովելի էր, չհաշված մշակույթի պալատում կային երգի տոներն են շատ գովելի, հետո ավելի աշակերտական տարիներին, հետո ռոտոնդան, այդ հոսքը որ եղավ, դրանից հետո ռոտոնդան ոնց որ թե իր ուժը կորցրեց, գուցե ռոտոնդում էին շատ միջոցառումներ կատարվում, անգամ այնտեղ թատերական ներկայացումներ են եղել, Դիլիջանյան մեծ միջոցառումներ են այնտեղ անցկացվում, իմ աշակերտ եղած տարիներին բոլոր միջոցառումները։ Երգի տոները մեծ նշանակություն ունեին, շատ մեծ նշանակություն, ամբողջ քաղաքներ մասնակցում։ Իհարկե ծանրաբեռնությունը անկնում էր, ասենք թե երաժիշտների վրա, հատկապես այդ ժամանակ Հրաչիկ Կարպեչի վրա, նա էր ղեկավարում։ Այդ էր քաղաքը գիտեք ինչ ցնծում էր, ուրախ էր, մենք չենք զգում։ Ամեն երեկո ես հիշում եմ իմ այն երիտասարդ տարիներին ուսանողական, ամեն երեկո քաղաքի երիտասարդությունը դուրս էր գալիս, շրջակայում էր, հանդիպում էինք, խոսում էինք։ Իսկ հիմա մեռյալ վիճակա, ինչ ասենք։ Եթե չկա մշակույթի պալատ, քաղաքը, մշակույթը, քաղաքը ինքը չի։ Եթե այն ժամանակ ասենք թե երաժշտական դպրոցի դասատուներն էին ելույթ ունենում, հիմա մեր ուսանողությանն ենք ընդգրկում եւ սիրով կատարում են, իսկ հիմա մեր ուսանողությունը շատ տաղանդավոր ուսանողներ ունենք, փայլուն, շատ անքանակ մրցույթների դափնեկերներ ունենք։ Այսօր որտեղ գոյություն ունի Լարայինի բաժինը, կարծում եմ մենք պարտական ենք միայն Սերգեյ Պետրովիչին։ Նա այդ դպրոցում ոչ թե միայն տնօրեն էր, այն ժամանակ չունեինք գրադարանավար, ուսմասվար, տնտեսվար, դպրոցը ուներ միայն մի հավաքարար եւ համատեղության մի հաշվապահ։ Ինքը միայն տնօրեն էր։ Այդ տնտեսական գործերը բոլորը ինքն էր անում, գրադարանը, ուսումնական հարցերը, ամեն ինչը, բազմաշնոր եւ չափազանց ինտելիգենտ անձնավորությունը, չափազանց նա վերադարձել էր պատերազմից, թեկուզ պատերազմից արդեն վիրավոր կանցուդատարած, բայց նվիրումով, մեծ նվիրումով էր դպրոցին աշխատում։ Ես չմոռանամ ասել մեծ նվիրումով աշխատել նաև Կարակոչյան Հրաչիկը, շատ մեծ գործարել, ինքը ժամանակին նաև ջութականը վագել, բայց խմբավարական ավերջացրել եւ երկշախումբը ավելի շատ տարածում արեց։ Հիմա ինչու եմ ասում, որովհետև եթե ասենք թե մենք ունենայինք թավջութակի ասենք թե շարունակող ժառանգորդ, մեր թավջութակի դասարանը գուցե չփակվեր, կադր չունենալու պատճառով թավջութակի դասարանը մաղվեց։ Հետո ձերեն հարցին, ձեր հարցերի մեջ կար, որ հիմա ինչպես են մոտենում, ասենք թե ծնողները, քանի որ այն ժամանակ ինտելիգենցիան էր, հիմա բոլոր խավերի ասենք թե ուսանում են, բայց հիմա աշակերտության քանակը քչացել է, ես ենթադրում եմ բնակիչների քանակի պատճառով։ Եվ քանի որ ցանկացած կրթություն, առավելապես երաժշտական կրթությունը, ջութակ գործիքը շատ նվիրումով աշխատանք է պահանջում։ Դրա համար պետք է պարտադիր ծնողի հետևողականությունը, իսկ հիմա ծնողը չի կարող իր երեխայի ռեժիմը հետևել։ Հիմա այլ են պայմանները։
տրանսպորտն է շատացել, վտանգավոր է, ծնողը չի կարող, ծնողն ածանալ բեռնված, երեխան է հեռախոսով տարված, համակարգիչով տարված։ Ասեցի, որ ես ափսոսում եմ, որ չկարողացա, իմ երազանքն է եղել, որ կամերային նվագախմբում ունենամ, ցավոք բոլոր ավարտողները, դպրոց ավարտողները, հետագայում եթե ստացել են բարձրագույն կրթություն, համարյա քաղաքում չեն եղել, ցրվել են հանրապետությունով մեկ, Ռուսաստան Դաշնությունով մեկ, ես չէի կարող անգամ ավարտած 3-4 աշակերտի հավաքեմ եւ իմ կամերայում, բայց բարեբախտաբար միշտ լարային բաժնի համույթ ունեցել ենք ամեն տարի։ Դե կուզենայի, որ այն դժվարությունները, որ հիմա կան, չլինեն։ Եթե այն ժամանակ կրթությունը, առողջապահությունը եղել է առանց ուսման վարձի եւ թոշակ են ստացել, հիմա ուսանողը թոշակն են կտրել։ Ուսանողին թոշակ չեն տալիս։ Այդ ուսանողը ոնց առաջ գնա։ Կմաղթեն, որ կրթություն լինի ձերի եւ ով ինչ ուզենա ցանկանա, ավելի կարողանա իր գիտելիքներով առաջ գնա։ Առողջ լինեն, վառ արևի տակ լինեն, խաղաղ երկնքի տակ լինեն։